Բարև ձեզ։ Ձեզ։ Ոնց է տրամադրությունը, պարոն։ Շատ բարձր։ Ընտանիքով եք։ Ինչպես Ինչ արդյունքների եք սպասում արդեն երեկոյան, պարոն Գյուլնազարյան։ Սպասում եմ, որ նշելու ենք մեր հաղթանակը։ Իսկ եթե հակառակը լինի, շատ եք տխրելու, Չեմ կարծում։ վստահ եք ձեր հաղթանակով։ Իհարկե։ Ողջույն ձեզ։ Բարև ձեզ։ Լավ է, դե ուղղակի եղեք ուղղակի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք։ Լավ օր ձեզ։ Պարոն Գյուլնազարյան, կանխատեսում ունեք քվեների քանի տոկոսն եք ստանալու։ Կարծում ենք այո, ավելի քան վստահ եմ։ Ինչով եք վստահ հաշվի առնելով նախորդ ընտրությունների ձեր ստացած Նախորդ 2021 թվականի մասին։ Ուրեմն ասեմ, նախորդ ընտրություններին ես հնարավորություն չէի ունեցել որպես համայնքի ղեկավար, որպես տեղակալ ծառայել համայնքում, իսկ այս ընտրություններից առաջ 2.5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջի տեղակալի պաշտոնում, այնուհետև 4 ամիս մի փոքր ավել եղել եմ որպես համայնքի ղեկավար ու հասցրել ենք անել գործեր, շփվել մարդկանց հետ, ճանաչել, այդ ամենը մեզ թույլ է տալիս մտածել ու սպասել այդ արդյունքներին, քայլ ենք հայել։ Իրա հետ չեմ կարծում, ես ուզեք իջեք չեմ գնեք։ Հարավեք։ Նա խոսել գորը։ Վախի մտնոլորտ չկա փարաքարում ըստիս ու ամեն ինչ նորմալ է լինելու, գնալու է իր հունով, ժողովուրդը գնալու է դեպի զարգացում։ Ընտրությունների ընթացքը նորմալ, բոլոր տեղամասերում իմ տեղեկություններով ամեն ինչ նորմալ է, բնակչությունը գնում են, ընտրում են, ոչ մի տենց արտարոց դեպք չի գրանցվել։ Պարոն Գյուլնազարյան, այդպես էլ փարաքարի բնակիչների եւ ընդհանրապես հանրության համար այսպես մութ մնաց ձեր հրաժարականի այն դրվագը, որ ասում եք, ես միջադեպին պատահաբար եմ այնտեղ մասնակցել, սրա վերաբերյալը ինչ կասեք։ Չեմ կարծում, որ հանրության համար մութ է մնացել, որովհետեւ բազմիցս դրա հետ կապված ես հարցազրույցներ եմ տվել, նույնիսկ ներկայացրել եմ, որ թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը իրենց եզրակացություններն են տվել, այդ եզրակացությունները եղել են իրատեսական, չեմ կարծում, որ ձեր կամ հանրապետությունում մեր մեջ կա մեկը, ով չի վստահում իրավաբաններին, չի վստահում դատախազներին, չի վստահում Ընդդիմությունը չի վստահում, պարոն Գյուլնազարյան։ Թույլ կտակ Ամբողջ հանրապետության անունից եք դուք խոսում։ Վերջացնեմ չեք հարգել։ Հակադարձում եմ պարզապես։ Վերջացնեմ, հետո կհակադարձեք, պատասխանեմ։ Բարի, խնդրում եմ ձեզ։ Ու այդ եզրակացություններն էլ կա, ժողովուրդը դրա մասին իրազեկված է։ Եթե մարդիկ էլ կան, որ չեն վստահում, իդեմս ձեզ հարգելիս կարող եք գնալ, որոշումները վերցնեք եւ բողոքարկեք։ Շնորհակալություն, լավ օր ձեզ։